չի կարող թաքնվել մի քաղաք, որը կանգնած է լեռան վրա։ Սա մեջբերում է լեռան քարոզից, Սուրբ գրքից, եւ սա միաժամանակ ամերիկյան մշակութային եւ քաղաքական ինքնագիտակցության հիմքերից մեկն է, ում հետաքրքիր է կարող եք համացանցում նայել։ ԱՄՆ ոչ մի նախագահի մտքով չի անցել հետաքրքրվել, թե որտեղ, որ քաղաքում է կամ որ երկրում է գտնվում այդ լեռը, որովհետև դա միֆ է, դա պատում է, որը ոչ միայն չի խոչընդոտում, չի խանգարում ԱՄՆ պետականությանը, այլև հակառակը, դրա հիմքն է հանդիսանում։ Եվ այստեղից ես կտրուկ անցում կատարեմ իմ գրքին, որը լույս է տեսել անցած տարվա վերջին, ահա այս գրքի մասին է խոսքը։ Գիրքը կոչվում է Առաջնային պայծառության ճանապարհով, իսկ ենթավերնագիրն է Ազատ գրառումներ քաղաքական գաղափարների մասին։ Գիրքը կա երևանյան գրախանութներում։ Եվ այսօր ուզում եմ երկու խոսք ասել 5-րդ գլխի մասին, որը այդպես էլ կոչվում է. Պատումներ, որոնք միավորում են ազգը։ Այստեղ ես անդրադառնում եմ Թեոդոր Հերցելի, Հայկ Ասատրյանի, Գարեգին Նժդեհի հայացքներին, որոնք անդրադարձել են հենց այդ ազգը միավորող գաղափարներին։ Եվ մի բան էլ ասեմ ամերիկացիների մասին, այն, որ նրանք կառուցել են իրենց կոնգրեսը Կապիտոլիում, ուրեմն բլրի վրա, չի նշանակում, որ նրանք տարածքային հավակնություններ ունեն Իտալիայի նկատմամբ։